Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Օսմանյան Թուրքիայի իրականացրած հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին օրենքի նախագծում եզդիների ցեղասպանությունը չներառելով արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում նրանց նկատմամբ, հայտարարել է Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սայիդ Ավդալյանը։ Նա ասել է, որ չեն ընդունում օրինագծի համահեղինակների պատճառաբանությունները։ Ըստ այդ նախագծի համահեղինակների եզդիների ցեղասպանության մասին կոնկրետ պատմական արխիվային փաստաթղթեր չկան։ Եզդիների մասին ցայտուն արխիվային նյութեր և փաստարկներ կան և նրանք որպես պատմաբաններ պարտավոր էին դա իմանալ, ասել է Սայիդ Ավդալյանը։ Նա հավաստիացրել է, որ կներկայացնեն եզդիների ցեղասպանության մասին վկայող բոլոր արխիվային նյութերը։ Մեր հյուրն է Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սայիդ Ավդալյանը։ Բարի երեկո։ Բարո ձեզ։ Պարոն Ավդալյան, իրականում ինչպիսի արխիվային նյութերի եք տիրապետում։ Իրոք այսօր կան բավականին ցայտուն արխիվային նյութեր եզդիների ցեղասպանության մասին, եւ դա կարող է նաեւ այդ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համար հիմք հանդիսանալ, որպեսզի նաեւ նախագծի մեջ ներառվեր եզդիների ցեղասպանությունը։ Նախ փորձենք ամենապարզամիտ փաստարկը այս դեպքում նշել։ Ոչ մեկ չի կարող կասկածի տակ առնել այն թեզը, որ եզդիները համարվում են տարածաշրջանի բնիկ ժողովուրդ։ Եվ տվյալ դեպքում, եթե նախկին Օսմանյան կայսրության տարածքում այսօր եզդիներ չեն բնակվում, դա խոսում է երկու երևույթի մասին։ Կամ նրանց այնտեղ կոտորել են, ոչնչացվել են, կամ էլ նրանք պարզապես գաղթել են այդ տարածաշրջանից։ Եթե կոտորվել են, դա խոսում է արդեն եզդիների ցեղասպանության մասին։ Իսկ եթե գաղթել են, դա կոնկրետ ունի իր պատճառները։ Դա կարող է լինել ազգային, էթնիկական կամ կրոնական հիմքի վրա խտրականության դրսևորում, կյանքի անվտանգությանը սպառնացող պայմանների առկայություն եւ այլն։ Այսօր Օսմանյան կայսրության, նախկին Օսմանյան կայսրության տարածքում արդեն եզդիներ չեն ապրում։ Պահպանվել են նաև արխիվային նյութեր, նախ աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Միր Իսմայիլ Բեգի կողմից 1919 թվականին գրված եւ Հայաստանի առաջին հանրապետության առաջին եւ երկրորդ խորհրդարանի падգամավոր Ուսու Բեկին ուղարկված կոնդակ կամ նամագրությունները, որոնք այսօր պահպանվում են Մատենադարանում, այնտեղ կան կոնկրետ վկայություններ եզդիների ցեղասպանության մասին։ Ըստ Միր Իսմայիլ Բեկի, Օսմանյան կայսրության տարածքում ապրում էր 1.150.000 եզդի ազգաբնակչություն եւ 200 տարվա ընթացքում փաստորեն 1700-ից մինչև 1919 թվականները այնտեղ արդեն կատարվել է թուրք կառավարության կողմից որոշակի ազգային զտումներ եւ արդյունքում 1.070.000 եզդի ազգաբնակչություն թուրք կառավարության կողմից կոտորվել եւ մասսայական սպանդի է ենթարկվել։ Ըստ նրա տվյալների միայն այդ ազգաբնակչությունից մնացել է միայն 80.000 եզդի ազգաբնակչություն, որոնք էլ ապաստան են գտել հիմնականում ներկա Իրաքի տարածքում։ Ըստ Միր Իսմայիլ Բեկի նաև կան որոշակիորեն այլ վկայություններ հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած եզդի կոտորածների մասին։ Տվյալ դեպքում նա մեջբերում է Պասան գյուղում եւ հարակից երկու գյուղերում գոյություն ապրում էին հիմնականում 600 եզդի բնակչություն եւ նշում է, որ հայոց ցեղասպանության ժամանակ այդ 600 եզդի բնակչությանը ամբողջությամբ կոտորում են։ Ես հարց եմ ուզում հղել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին։ Միթե սա ցեղասպանություն չէ։ Միթե պատմաբանները պետք չէ այս ամեն ինչի մասին մոռանային։ Իհարկե նրանք պետք է հիշեին եւ իմանային այս բոլոր դրվագների մասին։ Նախ նաև այն մասին, որ եզդիները հիմնականում Շարֆադին կրոնի հետևորդներ են եւ արևապաշտներ են։ Իսկ Թուրքիան Օսմանյան կառավարությունը իր արժեվ դրել էր այնպիսի մի քաղաքականություն, որ պետք է փոքր Ասիան հիմնականում մամեդականացնել եւ հետո նոր թուրքացնել։ Այսինքն այդ ցեղասպան քաղաքականության թիրախը ոչ միայն քրիստոնյա ժողովուրդներն էին, այլ նաև ոչ մամեդական ժողովուրդները, իսկ տվյալ դեպքում այս պարագայում, այս շրջանակներում տեղավորվում է նաև եզդի ժողովուրդը, որը Օսմանյան կառավարության դարավոր թշնամին էր համարվում։ Նախ ըստ նախագծի համահեղինակների, որոնք առաջին քաշում այն թեզը, որ ասորիներին կոտորել են հիմնականում հայերին մոտ լինելու եւ ռուսների հետ համագործակցության պայմաններում։ Նաև եզդիներն են համագործակցել հայ ժողովրդի հետ, ունենք բազմաթիվ ցայտուն դրվագներ, Ջահանգիր աղա եւ Ուսուբ բեկ, որոնք հիմնականում կռվել են Մովսես Սիդիկյանի, Դրաստամատ Կանայանի, Անդրանիկ Փաշայի եւ այլոց ականավոր գործիչների զորաջոկատներում ընդդեմ թուրքերի։ Իհարկե Օսմանյան կառավարությունը չէր կարող այս ամեն ինչը հաշվի չառնել եւ այս ամեն ինչը անտեսելով եզդիների նկատմամբ բայրացական վերաբերմունք դրսևորվել։ Օսմանյան կառավարությունը օգտվելով հարմար առիթից, առաջին համաշխարհային պատերազմից, հայոց ցեղասպանության, Պոնտոսահույների եւ ասորիների ցեղասպանությունից փորձեց նաեւ կոտորել ամբողջ եզդի ազգաբնակչությանը, որոնց անընդհատ պարբերաբար կոտորում է։ Եվ արդյունքում այն եզդիները, ովքեր կարողացան փրկվել, նրանք անցան Արաքսի աջ ափը դեպի արևելյան Հայաստան։
Վանի նահանգի ամբողջ եզդի ազգաբնակչությունը, Կարսի նահանգում, ինչպես նաև Սուրմալուի նահանգում, Բայազետում, Ալաշկերտում, Դիարբեքիրում ապրող եզդի ազգաբնակչությունը կարողացավ Ջահանգիր աղա եւ Ուսուբեկի գլխավորությամբ տեղափոխվել դեպի Արևելյան Հայաստան։ Իհարկե նրանց կյանքին վտանգ է սպառնում եւ նրանց գլխին կախված էր մահվան սուրը։ Այս փաստերը պետք է անհրաժեշտ է հաշվի առնել։ Նախ երկրորդը նաև որ համահեղինակները հղում են կատարում ցեղասպանագետների միջազգային ընկերակցությանը, որը 2007 թվականին որոշում է ընդունել պոնտոսահույների, հայերի եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին։ Նրանք միաժամանակ այս համահեղինակները մոռանում են, որ այդ նույն ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը նրա համահիմնադիր եւ նախկին նախագահ Իսրայել Չարլին խոսում է ոչ միայն այս երեք ազգերի ցեղասպանության մասին, այլ նաև եզդիների ցեղասպանության մասին, որը նա անվանում է բոլորին անհայտ ցեղասպանություն։ Այո, այս Իսրայել Չարլին, ով նաև Երուսաղեմում Հոլոքոստ եւ ցեղասպանության թանգարանի ինստիտուտի տնօրենն է, նաև այդ ցեղասպանագետների միջազգային ընկերակցության համահիմնադիրը, ցեղասպանության հանրագիտարանի գլխավոր խմբագիրը, ինչպես նաև 2010 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի պարգևին, տվյալ դեպքում խոսում է եզդիների ցեղասպանության մասին եւ ըստ նրա տվյալների Օսմանյան կայսրությունում 300,000 եզդիներ են կոտորվել հենց հայոց ցեղասպանության տարիներին։ Այդ փաստարկները ներկայացրել եք ավելի վաղ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին, թե օրինագծի մշակումից հետո եք միայն ի հայտ բերել։ Այս ամեն ինչի մասին եզդիական համայնքը տեղյակ է, իսկ համահեղինակները նախագծի նշում են, որ իրենք պատմաբան լինելով տեղյակ չեն այս ամեն ինչի մասին եւ հպարտանում են դրանով։ Իհարկե այստեղ հպարտանալու կարիք չկա եւ դրա փոխարեն պետք է ամաչել, քանի որ պատմաբան լինելով հանդերձ նրանք այս ամեն ինչը պետք է իմանային։ Իհարկե նրանք նշում են նաեւ, որ եզդիական համայնքի հետ ինչ որ քննարկումներ են իրականացրել, տարբեր լսումներ են իրականացրել։ Ես որպես եզդիական համայնքի ներկայացուցիչ կարող եմ այս եթերից բարձրաձայն հայտարարել, որ այդպիսի քննարկումներ եւ լսումներ չեն եղել, մասնավորապես ես այդպիսի քննարկումների չեմ մասնակցել։ Եթե լինեին նմանատիպ հանդիպումներ, քննարկումներ, իհարկե այս փաստերը նրանց կներկայացվեին եւ կընդգրկվեին այդ նախագծի մեջ։ Սակայն մենք իմացանք այն մասին, որ այս նախագծում եզդիների ցեղասպանությունը չի եղել միայն նիստի ավարտից հետո եւ արդյունքում մենք այսօր դիմել ենք Հայաստանի ազգային արխիվ, դիմել ենք Մատենադարան եւ այլ կառույցներին, որպեսզի եզդիների ցեղասպանության մասին որոշակի փաստաթղթեր, որոշակի նաեւ այլ արխիվային նյութեր դուրս հանվեն եւ մենք փաթեթի տեսքով ներկայացնենք ոչ միայն այդ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին, այլ նաեւ Հայաստանի ազգային ժողովի բոլոր падգամավորներին։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Ստեսություն։